Բավական երկար մեկ տարվա դադարից հետո վերջապես հանդիպեցին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները, որոնք վերջին ամիսներին անգամ հեռախոսազրույց չէին ունեցել։ Պուտինն ու Ալիևը ջերմորեն մի քանի բառ են փոխանակում միմյանց ձեռք սեղմում ու Կրեմլի ղեկավարն անմիջապես անցնում է ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման դեպքին, որից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ ճգնաժամ սկսվեց։ Անցնող ամիսներին Ալիևն անընդհատ պնդում էր Ռուսաստանն է խոցել ինքնաթիռն ու պետք է ներողություն խնդրի դրա համար։ We know what happened, and we can prove it, and we know that Russian officials. Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, եւ կարող ենք դա ապացուցել։ Ռուս պաշտոնյաներն էլ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ հարց է առաջանում, այդ դեպքում ինչու նրանք չեն անում այն, ինչը կաներ ցանկացած հարևան։ Մեր խնդրանքները կամ պահանջները բացարձակապես բնական են։ Ռուսաստանը պետք է ընդունի իր մեղավորությունն ավիաաղետի համար, պատժի նրանց, ովքեր խոցել են մեր ինքնաթիռը եւ փոխհատուցում տրամադրի զոհերի ու վիրավորների ընտանիքներին, ինչպես նաեւ Ազալ ավիաընկերությանը խոցված ինքնաթիռի համար։ And to pay compensation to the families of victims, to those who've been wounded, and to Azal to compensate the loss of plane. Պուտինը հիշեցնում է Ալիևին, որ հենց դեպքի օրը զանգահարել է նրան ու ներողություն խնդրել կատարվածի համար։ Ես ոչ միայն ներողություն խնդրեցի այն փաստի համար, որ ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, այլև իմ անկեղծ ցավակցությունը հայտնեցի զոհերի ընտանիքներին։ Ես կցանկանայի կրկնել այս ամենը, վերահաստատել եւ ասել, որ ինչպես մենք պայմանավորվել էինք, մենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերում ենք քննությանը։ Ռուսաստանի նախագահը չնայած Ալիևի բավական կոշտ հայտարարություններին ու Ադրբեջանում սկսված հակառուսական սուր արշավին, այս ամիսներին գրեթե չէր անդրադառնում ստեղծված իրավիճակին։ Հետաքննությունը մոտենում է ավարտին ու արդեն կարող է խոսել կատարվածի պատճառների մասին, ասում է Պուտինն ու հայտարարում։ Ինքնաթիռի կործանման օրը Գրոզնիի վրա հարձակված ուկրաինական անօդաչուներ են եղել օդում, իսկ ռուսական հոպը, որը փորձել է խոցել դրանք, խափանումներով է աշխատել։ Այդուհանդերձ ռուսական հրթիռը չի խոցել ադրբեջանական ինքնաթիռն, այլ դրա բեկորներն են կպել ինքնաթիռին ու ավիաաղետի պատճառ դարձել, շեշտում է Պուտինն ու ընդգծում իրենք առաջարկել են օդանավի անձնակազմին Մախաչկալայում վթարային վայրեջք կատարել, սակայն օդաչուն որոշել է վերադառնալ ու ճանապարհին էլ ղազախական Ակտաուում կործանվել։ Ես ներկայացրի ձեզ այս ողբերգության պատճառները։ Կատարվածի տեխնիկական մանրամասների հանգամանալից վերլուծությունից հետո այս ամենը տեղ է գտել փաստաթղթերում։ Իհարկե, Ռուսաստանը կանի ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է նման ողբերգական դեպքերում։ Կտրամադրի փոխհատուցում, իսկ դեպքի հետ կապ ունեցող բոլոր պաշտոնյաների գործողությունները կստանան իրավական գնահատական։ Բոլոր այս մանրամասներին ինքը միայն 3 հանդիպման նախօրեին է ծանոթացել, ասում է Պուտինը Ալիևին ու ընդգծում ամենակարևորը կատարվածին ճիշտ ու օբյեկտիվ գնահատական տալն է։ Ադրբեջանի նախագահն էլ հիշեցնում է 2 օր առաջ զանգել է նրան շնորհավորել 73-րդ տարեդարձի առթիվ։ Նորից է շնորհավորում, շնորհակալություն հայտնում հանդիպման համար ու ցույց տալիս, որ գոհ է լսածից ու այլևս կարծես խնդիր չի տեսնում, չնայած նրան, որ ամիսներ առաջ սպառնում էր այս հարցով միջազգային դատարան դիմել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անձամբ այս գործի ընթացքին հետևելու համար։ Դուք անձամբ վերահսկում եք հետաքննությունը եւ մենք կասկած չունեինք, որ այն օբյեկտիվ կընթանա եւ օբյեկտիվ լուծում կտա խնդրին։ Ուստի ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ, որ հարկ համարեցիք մեր այս հանդիպմանը անդրադառնալ այդ հարցին։ Մինչ Ալիևը պարբերաբար դժգոհում էր Ռուսաստանից ու պահանջում ներողություն խնդրել, ամիսներ առաջ եւս մեկ կայծ բորբոքեց ռուս-ադրբեջանական հակասությունները։ Եկատերինբուրգում իրավապահների թիրախում էին հայտնվել ադրբեջանական Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով էին անցնում։ Զանգվածային ձերբակալություններ տեղի ունեցան, որոնց ընթացքում 2 ադրբեջանցի մահացավ։ Բաքվից չափազանց սուր արձագանքեցին սրան, ադրբեջանական մեդիադաշտում հակառուսական հուժկու ալիք բարձրացավ։ Ամեն ինչ սակայն հռետորաբանությամբ չավարտվեց։ Բաքվում ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին ռուսական պետական Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայության տնօրենն ու եւս մեկ աշխատակից լրտեսության մեղադրանքով։ Մինչև այդ նույն հիմնավորմամբ Ադրբեջանի իշխանությունները դադարեցրել էին ռուսական տան գործունեությունը երկրի տարածքում ու փակել գրասենյակները։ Սպուտնիկի աշխատակիցների կալանավորումից օրեր անց կալանավորվեցին նաև մի քանի Ռուսաստանի քաղաքացիներ, ծրագրավորողներ, որոնց ապօրինի թմրաշրջան
շինարարությամբ զբաղվելու մեղադրանք առաջադրվեց։ Ակնհայտ էր, սակայն, որ սա ուղիղ պատասխանն է ադրբեջանցիների ձերբակալությունների։ Հետագա ամիսներին էլ Բաքվի հռետորաբանությունը չէր մեղմանում։ Ադրբեջանական Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում համայնքների ղեկավարներ ու խոշոր գործարարներ էին հայտնվում իրավապահների թիրախում։ Ոմանք անգամ մասամբ դուրս են բերել կապիտալը Դաշնության տարածքից։ Ավելի ուշ Ռուսաստանը սկսեց զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության պահեստներին, ինչից Ալիևը բացահայտ դժգոհեց Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Այժմ կարծես թե սառույցը հալչում է ավելին, Պուտինն ու Ալիևը գոհունակությամբ շեշտում են, չնայած կատարվածին ու քաղաքական իրավիճակին երկկողմ առևտրի ծավալներն էլ ավելի են աճել։ Ռուսաստանի նախագահն էլ առանձնահատուկ ընդգծեց՝ ռուս-ադրբեջանական շահերը բազմաթիվ հարցերում համընկնում են եւ շատ մոտ են իրար։